Սեման եմ, ես մեր ձիաբարության ակումբի սովորողներից եմ և այսօր ես ձեզ ցույց կտամ ինչպես խնամել ձուն։ Այսօր ես կմաքրեմ գեներալին։ Դե եկեք սկսենք։ Սկզբում մենք պետք է հարցնենք ձուն ենթասանձը։ Ձիուն մենք միշտ մոտենում ենք ձախ կողմից, կապ չունի մենք նստում ենք, մաքրում ենք, թե ենթասանձ ենք հագցնում, մենք պետք է միշտ իրան ձախ կողմից մոտենանք ու դիմացը չենք կանգնում ենթասանձ հագցնելիս։ Գեներալը այսօր մի քիչ տրամադրություն չունի, դրա համար մենք իրան շաքարտանք, ինքը բարյանը կարողանանք հագցրեցի ենթասանձը և պետք է չոմբուրտերից ասած կապեմ ձիուն ջավերից, բայց չեմ կարողանում կապեմ, քանի որ եթե ձին վախենա, ինքը պետք է կարողանա արձակվի, եթե ինչ, որովհետև իրան կարող է վնաս պատճառել, այդ որ ինքը քաշի ու չկարողանա քանդի։ Դրա համար ես ամուր չեմ կապում, այսպես թեթև, ընթացքում միշտ ձիուն ես շորում եմ, սիրում եմ։ Մենք պետք է վերցնենք հաշավը։ Հաշավները տարբեր տեսակների են լինում, լինում է ավետինը, լինում է այսենց տեսք ունի, ինքը մետաղից է ու այսենց տեսեք ինքը ծայրեր ունի, որ այսենց անենք ու փոշին դուրս գա ձիու մազերի միջից։ Մենք միշտ կլորավուն այսենց կլոր շարժումներով հրգնեմ։ Նայեք ինչպես է անում, շարժումները շատ կարևոր են, ինչպես պիտի անել։ Ձիուն չցավացնենք, ոսկորների մոտ շատ նուրդ ենք լինում։ Դրամատուրգություն ունենանք, առաջ ունենանք, մենք պետք է իրան աջակցենք, պետք է իրան դիմացիարվենք, որ ինքը մենից ընկերանա ու մեզ համար ընկեր իրան լավ պահի։ Նայ, հիմա ձին հատձին սիրվի, սիրվի ձին։ Այդ որ մենք անում ենք, այդ շարժումը իրանց լեզվով նշանակում է, որ մենք իրանց ասում ենք շնորհակալություն, ասում ենք ապրես, այդ շարժումները նշանակում են հետևյալ բառերը։ Շնորհակալություն, այդ ապրես, մենք իրանց շնորհակալում էլի։ Ուշ դու մի վախցի, ինքը փոցում է, որը չիպչի, հետև շատ այսենց ենք անում, մեջ փոշին դուրս է կապտել, որ նորից կարողանանք մաքուր վաշավով, որը վաշավով։ Կարող են ջղայնան։ Սկացի, պետք է ձիու մոտ մտնելուց իրանից վախենալ, պետք է վստահ որ ասեցինք լավ է, սենց ասած հասկանում է մարդուն բան, արդեն հասկացա, լավ է բան ու հանգիստ զգուշորեն արեց էլի։ Արդեն սկսեցին իսկ ինքը ոնց ազգում մարդու վախը։ Ինքը հոգեպես նայում է մարդու դեմքին, ինքը հասկանում է, ինքը մարդու պես է։ Այո, շատ զգայուն կենդանիներ են։ Շատ նուրբ, այո, խորամանքներ մեկ են, կենդանիներ են իրանք։ Եթե զգում են, որ մարդը վախենում է կամ չի ուզում իրանց հետ զբաղվի, ինքը չի ենթարկվի։ Ահա, լսեցիք։ Հենց զգաց, որ վախենում է, չի։ Ողջույն։ Ինքը եթե զգա, որ մարդը իրան չի սիրում, հաճույքով չի անում, հաճույքով չի խնամում, ինքը չի ենթարկվի, ինքը արդյոք շատ համարյա է։
մանուկ այստեղ ածնվեք, գիտես, կան բաներ, որ հենց մեր ագարակում են ծնվել։ Շողիկ ջան, Ողջույն Տիար ջան։ Այո։ Շատ ապր։ Զգուշ շատ դանդաղ։ Գեներալն է, թե Գեներալն է։ այս գեներալ մանվել Հետևը չգնաց, այսպես իրանցի, այսպես փուղակ է։ Էսի գեներալը ծելի։ Դա դիտես որ բան է դու բախում Այդ իրա սրանով մենք իրա մաշկից ու մազերուջից հանում ենք փոշի։ Այո։ Տեսնում եք, որ այսպես փոշին դուրս է։ Իբից ես կոշտ խոզանակով են անում, մնում են տարբեր տեսակներ մաքրելու միջոցներից։ Մի քիչ քթին եղավ այդ բանը։ Այդ ոչ։ Սրանով կարող ենք արդեն մի քիչ ուժեղ անել, որովհետև այդ նրան չի ցավացնում։ Արդեն սա ավելի փափուկ խոզանակ է եւ իրեն չի ցավեցնի։ Այո, ռետինե խոզանակ է։ Հիմա Նայեք, նոր փոշին մեջ թափ են տալիս։ Մենք այսպես շարժումներով մենք մաքրում ենք մեր խոզանակը։ Ինչ-որ մեկը էլի կարա դառնա։ Խոզանակ, այսպես կոշտ խոզանակ։ Տեսեք, ու մենք փափուկ խոզանակ։ Հիմա կոշտով դյանես, չէ՞։ Սկզբից կոշտով պետք է անենք, հետո դեռ փափուկ։ Բայց ինչա կոշտով։ Ես գիտեմ։ Ոչ շարանի դավար մեջ ցանում։ Ամենասուրը ես կաթություն։ Գիտեմ, կոշտը կեղտեր ավելի լավ ավերսում, իսկ փափուկով մնացածն է Այո։ Ինչպես էր կոչվում դա։ Ահա, կոչվում էր սուկոնկա այդ կտորը, որ վերջում իրեն մաքրում էին, չէ՞ դրանով։ Մենք փացացնում։ Ահա։ Իսկ ամեն մեկը իր կոտորը ունի։ Հա։ Բայց դա խնդիր չկա։ Որովհետև ինքը դենայի բան չի։ Եթե մենք փաց թողենք սուկոնկան, ջրով այդ սուկոնկայով մաքրենք ձյուն ու հետո իրան ոչինչով չսփենք, ձին մկանները կարող են բռնվել, ձին հիվանդանը կարաստանոք սմոսի, հետո չկարողանանք մարել։ Բայց կգործեք, ես չեմ ստեցի։ Որ ձյուն վերեցինք ներս, սանձն է, որ հաշտվում ենք, իրան ղեկավարում ենք սանձով։ Սանձը ունի այսպես երկար, որ մենք հաշտվում ենք ու բերանի մեջ ու դրանով ենք առավում։ Հրամանները դրանով ենք։ Հիմա նայեք, ինքը կեղտոտ է, չէ՞, դրան դուշասով սկավում։ Հիմա մենք պետք է գնանք ու այս երկաթը մաքրենք։ Սկորը չկա այլ չէ։ Թամբը, վալտրապը մենք հանեցինք, թամբեցինք, հիմա հանեցինք լեր։ Ձին այսպես սպնելա, մենք պետք է իրան սպնենք։ Հիմա ինչպես սպնենք, ձեր կտանք, ձեր հայկունի ինձանա մի կարող։ Վերադարձավ, ձեր սարքում լվացի, նայ, շոք։ Ու հետո այսենց արդեն ուժ են գործադրում ու այսենց Իսկ աչ կողմը կեղտոտ է մնում։ չէ, մաշկում են կարողում, ուղղակի ես կողմի վրա Այս իրան ոչ մի բան է չկա, ուղղակի կապություն անում, պետք է պատմություն Եղեք փակեք այս ումա, փակեք։ Եթե մենք մի քիչ հացանցնենք, հիմա մենք կարող վերցնենք փափուկ խոզանակը։ Հոպ, գեներալ, հոպ։ Назад. Հիմա եթե հացան մենք ասենք
ձյուն նախապատրաստեցինք ձյավարելուն, այնուհետև երբ որ մենք արդեն վերջացրինք մաքրեցինք, մենք պետք է ձյուն թամբենք։ Հաջորդ անգամ էլ ես կներկայացնեմ թամբելու ընթացքում։ Պրես ասենք էլի։